Չի կարող որևէ ղեկավար, որ կարծում եմ եւ ուզում է, որ Հայաստան ուժեղ լինի, թալանի բանակը, թալանի իր քաղաքացուն, պարզվում է, որ հեցը օրինակ ունեցել է քաղաքացիներից գողություն անելու ըստ երևույթի լծակներ եւ դրանցից օգտվել է։ Չի կարող օրինակ Իշխան Սաղաթելյանի կուսակցությունը նա շրջաբերական, որ նասի, որ Հայաստանի սահմաններն ունենալու եւ դրանք սահմանագծելու գործընթացը չի բխում է շահերից։ Չի կարող որևէ քաղաքական գործիչ հետաքրքրված լինի տարածաշրջանում կոնֆլիկտի շարունակականությամբ։ Եվ ըստ երևույթի բոլոր այս մարդիկ, ովքեր խորհրդանում որևէ ձև ներկայացուցիչներ ունեն, ես օրինակ Սամվել Կարապետյանը կասեմ, որ հանրապետական կուսակցությունը իր ներկայացուցիչը, որտեղ իր եղբայրը եղել է ուրեմն հանրապետական կուսակցության падգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, եւ ի ստեր Նարեկ Կարապետյանի, որ ասում է, որ Պետրոս Ղազարյանի տաղավարում, որ հայրս անհամաձայնություն է ունեցել, այո, նա վերադարձել է այնուամենայնիվ խմբակցություն կրկին եւ падգամավոր դարձել։ Այս բոլոր մարդիկ իրենց ելույթներով խորհրդանում ամեն անգամ ցույց են դնում, որ պատրաստ են ծառայել ցանկացած այլ պետությանը, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար